Մի փոքրիկ ճպուր կար, նա շատ ուրախ էր և ամբողջ ամառը անցկացնում էր երգելով, թռչելով ու խաղալով, նա չէր մտածում ապագայի մասին և ոչ մի աշխատանք չէր անում։ Ամառ է, արև է, կյանքը շատ սիրուն է։ Ամառը շատ գեղեցիկ էր, արևը փայլում էր, դաշտերում ծաղիկներ կային և ամեն տեղ լի էր ուտելիքով։ Ճպուռը ամեն օր ասում էր՝ վաղը կմտածեմ, հիմա երգեմ։ Իսկ հիմա եկեք ծանոթանանք աշխատասեր մրջյունի հետ։ Մեր մրջյունը շատ աշխատասեր էր, նա ամբողջ ամառ աշխատում էր, ուներ տաք տուն և ուտելիք։ Եկեք մի փոքր հետևենք, թե ինչ աշխատանքներ է անում աշխատասեր մրջյունը։ Մի օր ճպուռը որոշում է փոքրիկ խորհուրդ տալ մրջյունին, լսենք ինչ է պատասխանում։ Արի, մի քիչ հանգստացիր, ինչու ես այսքան աշխատում, ձմեռը հեռու չէ, պետք է պատրաստվել։ Դու էլ գնա աշխատիր, որ ձմեռը մնալու տեղ ունենաս։ Հա, հետո կմտածեմ։ Եվ ահա, ճպուռը շարունակում է իր անհոգ կյանքը։ Եվ ահա, ամառը կամաց-կամաց վերափոխվում է աշնան։ Տեսնենք, թե ինչ է լինելու մեր անաշխատասեր ճպուռի հետ, ով չունի ոչ տուն, ոչ ուտելիք։ Եվ ահա, մեր ճպուռը սկսում է զգալ ձմռան շունչը։ Ողջ անտառը ծածկվում է ձյան ճերմակ շերտով, սկսվում է սաստիկ ցուրտ։ Ճպուռը հասկանում է, որ ինքը ոչինչ չունի, ոչ ուտելիք, ոչ էլ տաք տեղ։ Շատ ցուրտ է, ու այնքան սոված եմ։ Այդ ընթացքում մրջյունը դասավորում էր իր տունը, նա ուներ ամեն ինչ տաքուկ ձմեռն անցկացնելու համար։ Վախեցած և դողալով, նա գնաց մրջյունի մոտ օգնություն խնդրելու։ Խնդրում եմ, օգնիր ինձ, ես կսառեմ դրսում։ Ինչ է իրանում ամբողջ ամառ։ Ես երգում էի ամբողջ ամառ։ Մրջյունն էլ պատասխանում է, ամբողջ ամառ երգել ես, հիմա էլ կարող ես պարել։ Աթաբեկ Խնկոյանի տարբերակում հեքիաթը հենց այսպես ավարտվում է, որպեսզի փոքրիկները հասկանան, որ պետք է աշխատել ինչ-որ բան ունենալու համար, և եթե չես անում, դրանից պետք է դաս քաղել, բայց մեր հեքիաթը այսպես չի ավարտվի։ Եկեք մենք հեքիաթն ավարտենք այնպես, որ մրջյունը շանս է տալիս ճպուռին, միայն պայմանով։ Այս անգամ կօգնեմ քեզ, բայց միայն մի պայմանով։ Հաջորդ ամառ պիտի աշխատես, ոչ թե միայն երգես։ Խոստանում եմ, կաշխատեմ։ Եվ ահա, մրջյունը հավատալով ճպուռի խոսքին, շանս է տալիս նրան և տանում իր տաքուկ տունը։ Դե ինչ, հիմա եկեք լսենք աշխատասեր մրջյունի խորհուրդները։ Նրա խորհուրդները պետք է լսել, որպեսզի առանց տաքուկ անկյուն չմնանք։ Իրական հեքիաթում մենք շանս չենք տալիս անաշխատասեր ճպուռին, բայց այսօր մենք կտանք նրան հնարավորություն, որպեսզի ամառը նա իր սխալը ուղղի։ Իսկ հիմա լսենք ճպուռին։ Նա լիքը դաս է քաղել այս պատմությունից, տեսնենք թե ինչ կասի։ Երեխաներ, այս հեքիաթը մեզ սովորեցնում է, որ պետք է աշխատել, որպեսզի ունենաս այն ամենը, ինչ պետք է ապրելու համար։